մենք երբ որ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, մենք տասնամյակներով միայն լսել ենք Մենք պետք է հիշենք, թե ինչքան հենց այդ ժամանակ է հանկերս նարատիվներ օրինակ համայնքապետարանի աշխատողներ կամ եւ այլն, այլ այդ ամեն ինչը գալիս է մեդիայից։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք, կանաչ ուղեգից podcast հաղորդումների շարքը։ Այս շարքը նվիրված է նախընտրական, Հայաստանում, Հայաստանի համայնքներում տիրող տրամադրություններին, այսինքն այս փուլում մենք խոսում ենք նախընտրական Հայաստանում մեր համայնքներում տարածվող կեղծ խոսույթների կամ այսպես ասած նարատիվների մասին, ապա տեղեկատվության եւ թե ինչ գործընթացներ են ընթանում համայնքներում, որոնք որ վտանգներ են ստեղծում ժողովրդավարական գործընթացների համար։ Արդեն խոսել ենք մի շարք համայնքների մասին եւ այսօր եւս խոսելու ենք շատ հետաքրքիր համայնքի մասին, իմ գործընկերներն այստեղ Հայկ Նոյեմբերյան, մենք հասանք նոյեմբերյան, մեզ հետ այսօր մեր գործընկերը Նինան Նոյեմբերյանից, ողջույն Նինա ջան, շատ մերսի որ այստեղ ես, ինչպես եւ մեր կանաչ խորհուրդների դաշնության ցանցի մյուս անդամներն ու համախոհները, դու եւս այս վերջին շրջանում ապրիլի սկզբից նոյեմբերյանում դուք եւս ունեցել եք տարբեր հանդիպումներ, քննարկումներ, դիտարկում եք համայնքում տեղի ունեցող գործընթացները եւ այդ ամեն ինչը սկսվել է նրանից, որ մենք տեսնում ենք շատ կոնկրետ ռիսկերի նախընտրական շրջանում ընտրողների վրա ազդելու, թե տեղեկատվական դաշտում, թե ավելի կոնկրետ լծակներով իրենց ուղղորդելու տեսանկյունից եւ դրա համար կուզենանք քո հետ մի քիչ խոսել հենց այդ մասին, թե ինչեր եք դուք տեսել նոյեմբերյանում, բայց սկզբից ինչպես մեր մնացած բոլոր ընկերներին ենք խնդրել, մի քիչ պատմեք նոյեմբերյանի մասին։ Ինչով է ապրում նոյեմբերյանցին, ինչ հետաքրքրություններ կամ անհանգստություններ կամ խնդիրներ ունի նոյեմբերյանցին ընդհանրապես ու հետո արդեն կխոսենք ընտրությունների կոնտեքստից։ Շատ լավ, ողջունում եմ Հայկ ջան բոլորիդ։ Ուրեմն ինչպես մնացած բոլոր համայնքները նոյեմբերյանն էլ ունի բազմաթիվ խնդիրներ ու այս նախընտրական օրերի հետ կապված այսպիսի մի բան ասեմ, գիտենք, որ նոյեմբերյանը ինքը հանդիսանում է սահմանամերձ գոտի ու դրա հետ կապված մեր համայնքում սահմանազատման հետ կապված կոնկրետ մարդկանց մեջ մտել է վախ ընտրություններում ապակողմնորոշվածություն կա, այսինքն, եւ նրանք ոչ թե չեն մտածում, թե ինչպես կլինի, որ լավ լինի իրենց համար, այլ իրոք չեն հասկանում, թե նախկիններ, ներկաներ եւ ովքեր որ գալու են, իրենցից ով կլինի ամենալավը, որովհետեւ ունեցել ենք վատ փորձ եւ թերևս չգիտենք ովքեր որ գալու են, ինչպես իրենց գալը կանրադառնա կոնկրետ սահմանազատման հետ կապված, այդպես Էլ ինչ խնդիրներ կամ ինչը ընդհանրապես սահմանազատումը բնականաբար շատ կարևոր թեմա է, ինձ թվում է սրա մասին հաստատ նարատիվներ կան, որոնց մասին կուզենանք խոսել, բայց հետաքրքիր է նաև բացի սահմանազատումից էլ ինչ թեմաներ են հետաքրքրում, ինչ հարցեր են հուզում նոյեմբերյանցիներին ընդհանրապես, իրանց սոցիալական, տնտեսական, բնապահպանական, կան այլ խնդիրներ, թեմաներ, որ առօրյայում հուզում են մարդկանց։ Շատ լավ, նոյեմբերյանում տեսեք, բնապահպանական խնդիրներ որպես այդպիսին տարբեր համայնքներում տարբեր են, դրա համար կոնկրետ ինչ-որ բաներ չեմ կարող նշել, բայց բնապահպանական առումով ունենք որոշակի խնդիրներ, տեսեք, քանի որ նոյեմբերյան համայնքում ջրամատակարարում կատարվում է Դեբետ գետից, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ Դեբետ գետը ինքը Հայաստանի Հանրապետության ամենաշատ արդյունաբերական ավազաններից մեկն է հանդիսանում, որը ցավոք սրտի, ինչպես որ պետք է չի ծառայում, այսինքն չի մաքրվում, այո, բայց դրան զուգահեռ կարող եմ ասել, որ նոյեմբերյան համայնքում շատ լավ այսպես արագ տեմպերով աճում է գյուղատնտեսությունը, մարդիկ սարերում պահում են անասուններ եւ դա իրենց համար համենայն դեպս համարվում է որոշակի ապրոստի միջոց, ֆինանսի միջոց, բացի այդ ունենք այգիներ, բերքատու այգիներ, արքայանարինջ, խաղող եւ այլն մեծ մթերումներ են։ Ամենահարուստ գյուղատնտեսական համայնքներից մեկն է, էլի, Նոյեմբերյանը Հայաստանում
Եվ այդպես է եղել դերևս նույնիսկ խորհրդային տարիներից, այսինքն ինքը հայտնի է եղել իր դեղծով, իր այրումի պահածոյի գործարանով։ Հիմա էլ եթե գնանք այրում, տարբեր բնակավայրերում մենք կտեսնենք ասենք գինեգործական ինչ որ, հա, ընկերություններ կամ գյուղմթերքներից պատրաստվող հա, պահածոների, հա, ասենց տարբեր փոքր ձեռնարկություններ, կարծես թե ավանդույթները շարունակվում են, եւ ես քանի որ նաեւ նոյեմբերյանի հետ կապեր ունեմ, նշեմ, որ խնդիրներից լուրջ խնդիր է, որ նշվում այստեղ, այսինքն գետի մասը, որովհետեւ այդ գյուղերի զգալի մասը ռոռոկվում է հենց գետի ջրերով, հա։ Ահա, այո, եւ իդեպ մի բան էլ նշեմ, շատ ողջունելի փաստ է, որ այսօր Հաղթանակ եւ Բերթավան գյուղերում ստեղծվել են այսպես փոքր ձեռնարկատիրական գինու գործարան կարելի է ասել, այո, փոքրիկ գործարաններ են, որոնք եթե չեմ սխալվում նաեւ դրսի հետ են համագործակցում, որը շատ գովելի է այս բարագայում։ Շատ հետաքրքիր։ Գանք ընտրությունների կոնտեքստին, գիտեմ, որ հանդիպումներ եք ունենում ոչ միայն բուն նոյեմբերյան քաղաքում, այլ հա խոշորացված համայնքում, տարբեր բնակավայրերում, մեզ հատկապես հետաքրքիր է արդեն օրինակ նշեցիր սահմանազատման թեման, մի քիչ կարող ենք սրա մասին խոսել, որովհետև սա արդեն բավականին երկար ժամանակ քննարկվող թեմա է, ցավոտ հարց է, դժվար է ու նաև շատ օգտագործվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից մանիպուլյացիաների համար, մի քիչ սա կբացենք ու միգուցե կարող ենք սրա մասին մի քիչ խոսել, հետո կարող ենք նաև կիսվես թե էլ ինչ նարատիվներ ես նմանատիպ նկատում, սահմանազատման հետ կապված ասեցիր, որ հա մարդկանց ինչ որ վատ փորձի բան է մնացել, հա հետաքրքիր է միգուցե մի քիչ օգնես ավելի լավ հասկանանք ինչն է մարդկանց անհանգստացնում, միգուցե ինչ որ վախեր կան, մտահոգություններ կան ու արդյոք դա ինչ որ ձև դու տեսնում ես, որ որոշակի նարատիվների մեջ այս նախընտրական շրջանում օգտագործվում է, թե չի օգտագործվում։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, կան որոշակի մարդկանց խմբեր, որոնք ունեն մտահոգություն եւ կան մարդիկ, ովքեր մտահոգված չեն։ Եվ ինչից է դա գալիս, հիմնականում մեծերը, այսինքն միջին խավից բարձր մարդիկ, քանի որ մեր նոյեմբերյանի շրջանում գյուղեր կան, որոնք որ այսինքն այդտեղ մարդիկ գաղթականներ են, կոնկրետ կարող եմ մեր գյուղի օրինակով բերել, որ օրինակ պապերս ասում էին, մենք չնայած նրան, որ իրենք ապրել են ադրբեջանցիների հետ, բայց եղել է հայկական գյուղ, համենայն դեպս լարվածություն ոչ մի կերպ չի եղել։ Եվ իրենց ասել են, որ դուք միշտ այդպես ապրելու եք խաղաղ միջավայրում, սակայն գիտենք, որ սովետական փլուզումից հետո եղել են ջարդեր եւ այլն, նրանք դուրս են եկել այդտեղից, ինչի համար է դա ու միայն մեր գյուղը չէ, որ մարդիկ մտածում են, տես մենք տներ ենք կառուցել ու թողել եկել ենք, այսինքն նրանց մեջ վախը նրանում է, որ պետք չի այստեղ էլ ինչ որ շատ բաների ձգտել հասնել, թեկուզ հենց այգեգործության հետ կապված, որ միգուցե գա մի օր, որ այդ պայմանավորվածությունը նախնական էլ չլինի, որոշակի փաստաթղթեր չեղյալ համարվեն, ու այդ խաղաղություն ասվածը ինչպես որ պետք է լինի, ինչպես որ իրենք են մատուցում մարդկանց, այդպես էլ չլինի։ Անորոշության հա զգացողությունը։ Ես հիշեցի, քանի որ ես էլ եմ, հա, փախստական, այսպես ասած, հա, ոնց դու ասացիր ու երեխա եմ եղել, երբ որ տեղափոխվել եմ Հայաստան եւ հիշեցի պապիկ տատիկներից, որ այն ժամանակ եւ պատերազմ էր գնում, հա, եւ իրենք ասում էին, որ այսինքն տուն տեղ դնես, նորից թողնես գնաս, հա, այսինքն ու դրա հետ կապված շատ երկար ժամանակ ոչինչ չէին ձեռնարկում, այսինքն մի մտահոգությունը, մի բանը է դա, հա, որ ոնց հասկացա, այսինքն։ Իրականում այս շատ կարևոր է ֆիքսելը, որովհետև շատ կապվում է ընդհանուր խաղաղության ու անվտանգության վերաբերյալ, հա, նարատիվներին ու քանի որ մենք դեռ շատ մարդկանց մոտ այդ անհստակության զգացողությունը կա։ Ի վերջո ինչ է նշանակում խաղաղությունը, ինչ պայմաններով է ինքը լինելու, ինչա դա հատկապես հողի վրա մարդկանց կյանքում փոխելու։ Երբ որ խոսում ենք սահմանամերձ համայնքների մասին, երևի իրանց դեպքում դա շատ ավելի ակնհայտ ու ավելի սուր է զգացվում, որովհետև խոսքը օրինակ գնում է ոնց նշեցիր, չգիտեմ, հա, իմ այգիների մասին, իմ կառուցած տան մասին, ուր է գնալու, որտեղ է մնալու ու քանի որ այս process-ները դեռ այդքան միանշանակ չեն, մարդկանց համար հասկանալի չեն,
կարող է այսպիսի նարատիվներ ձևավորվեն, որ մարդկանց մոտ այդ անհանգստությունը վախը օգտագործելով կարող են որոշակի ուղղորդում բայց երևի մի քիչ խորանանք այդ վախի վրա, էլի, այսինքն ոնց է դա ստեղծվել։ Միևնույն ժամանակ միանշանակ երևի թե չենք կարող դա պնդել, որովհետև որ բոլորը այդ վախեր ունեն, որովհետև ես ինքս շփվել եմ հենց սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, ու մենք նաև տեսել ենք, որ այդ սահմանամերձ գյուղերում բազմաթիվ շինարարություններ են գնում, տներ են կառուցվում, այսինքն մարդիկ, եթե տներ են կառուցում, ուրեմն որոշակի նաև երաշխիք ունեն, հա, ներսում, այսինքն բոլորին չես կարող դա վերագրել, որ այդպես են մտածում, շատ հատկապես այդ պետական ծրագրերի 16 միլիոնների հետ կապված, շատ մեծ թվով մարդիկ տարբեր բնակավայրերում սահմանամերձ տներ են կառուցում, բայց սկսենք այն վախերից, թե որտեղից են, ձևով, այստեղ խոսվեց սահմանազատման մասին, հիշենք, որ նախ սահմանազատումը ինքը կարծես թե մի հատ մեծ քաղաքական շարժում ծնեց, մեծ ասելով զգալի թվով, շարժում ծնեց Հայաստանում այդ ժամանակ, դա 2 տարի առաջ թե 2 ոնց որ, եւ այդ ժամանակ անկախ մտահոգություններից, որովհետեւ իսկապես մենք կարող ենք հասկանալ տարբեր մտահոգություններ մարդկանց հետ, օրինակ ես էլ եմ, իսկ կարող եմ մարդ եմ մտահոգվում եմ, բայց մենք պետք է հիշենք, թե ինչքան հենց այդ ժամանակ են, կեղծ նարատիվներ տարածվել։ Օրինակ, քանի որ սահմանազատումը գնում էր, այսինքն այնտեղ նախ մի նարատիվ որ տարածվում էր եւ միգուցե դա ամբողջ համայնքի ոչ միայն մասշտաբով Հայաստանով հասնում են լուրեր, որ, չգիտեմ, հայկական գյուղեր են, մնում մի խոսքով տալիս են, այսինքն բայց պատշաճ բոլորը չէ որ ասենք, չգիտեմ, գիտեին կամ բացատրվում էր, որ խոսքն ու ամեն դեպքում ինչ որ գյուղերի մասին է։ Հետո հիշում եմ, որ շատ գնաց, որ հայկական, ուժ դարի եկեղեցին ինքը հանձնվում է Ադրբեջանին եւ դրա շուրջ ահագին մենք տեսնում ենք հրապարակումներ, խոսույթներ, չգիտեմ, տարբեր տեսակի թեկուզ եւ ամենասահմանին, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցին հայկական հողում է, այսինքն ես ինքս գնացել եմ 2 անգամ, եկեղեցի եւ ասենք համոզվել եմ եւ ամենահետաքրքիրը այդ ամենը ինչի մեջ այն էր, որ դու տեսնում ես, որ հայ եւ մյուս կողմի զինվորները իրենք սահմանով իրար կողքով անցնում են եւ եթե չեմ սխալվում շատ հանգիստ տենց ասենք որևէ լարվածություն կարծես թե չկար, այսինքն մենք պետք է նշենք թե այդ վախերը նախ ստեղծվել են, գեներացվել են, հիմա մենք գործ ունենք այդ վախերի հետևանքների հետ եւ երևի թե այստեղ ամենալավ հնարավորությունը այդ ամեն ինչը հանելու դա կոմունիկացիան է, այսինքն մարդկանց հետ խոսակցությունն է։ Այդ ամենի հետ մեկտեղ մի հատ բան հավելեմ, ուրեմն նախ անցյալ տարի ընկերուհիս էին զանգում ու ասում է նյութ եմ ուղարկել մի հատ ուսումնասիրի նայի։ Մի հատ շատ հայտնի քաղաքագետ մարդ, ով ապրում է, հայ է, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անունազգանուն չեմ ուզում նշել, ինքը ունի շատ մեծ աուդիտորիա, ու ինքը post է արել, որ հենց հիմա ահա որ տագնապ ազոր նոյեմբերյանի գյուղերում ու նշված է 7 գյուղերանուն, վերջինն էլ մեր գյուղը։ Ու դու տեսնում ես, որ դու տագնապի մեջ ես, էլի։ Ինտերվյուները նայում ես, ինքը բավականին նորմալ մարդու տպավորություն է թողնում քեզ վրա։ Հետևաբար, ինչի համար պետքա տարածեն նմանատիպ սուտ նյութեր։ Այ դրանցից է վախը գալու։ Միգուցե հայաստանյան իր այսպես գործընկեր տվյալ տրամադրողը իրեն սխալ տվյալներ է տրամադրում։ Այս շատ բան է, ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այս նորմալացման ինչ որ process-ները իրենք շատ զգայուն են ու այդ պետք է ընդունել։ Մենք գործ ունենք որոշակի process-ների հետ, որոնք որ առաջի անգամ են տեղի ունենում ու մարդիկ ունեն անհանգստություններ, այդ շատ բնական է։ Մենք չենք ունեցել մենք երբ որ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, մենք տասնամյակներով միայն լսել ենք կրակոցների կոնտեքստում, սահմանի թեման։ Հիմա մենք երբ որ խոսում ենք սահմանազատում, այդ դեռ չենք պատկերացնում դրա տակ ինչ է մտնում, այդ ինչ process է, ոնց պետք է արվի եւ այլն։
ու նաև կոնտեքստն էլ հիշենք, որ այդքան էլ մի քիչ լարված կոնտեքստում էր հենց Հայաստան-Ադրբեջան, բանի քաղաքական երկխոսության տեսանկյունից լարված կոնտեքստում էր տեղի ունենում այդ սահմանազատումը, բնական է, որ այդ լարվածությունը փոխանցվում էր նաև մարդկանց, բայց ոնց որ դու նշեցիր, այս հիմա իր հետքը թողել է ու դա շատ ակտիվ կերպով կարող է օգտագործվել տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ մարդկանց անհանգստությունը իրենց մանիպուլացնելու համար ու շատ կարևոր է այն հանգամանքը, որ տեղում մարդիկ կարողանան մի կողմից այդ ռեֆլեքսիան անեն, ինչ եղավ անցած անգամ, ինչ որտեղ որ մեզ փորձեցին մանիպուլացնել, խաբեն, ապա տեղեկատվությունը ոնց դրսևորվեց, հասկանանք դա ինչ եղավ, որ ավելի դիմացկուն լինենք, երբ որ սկսվի մյուս փուլը։ Ինչի եմ ես սա շատ կարևորում, որտեվ նույնիսկ եթե մի կողմ դնենք այդ ներքաղաքական գզբրտոցը, որ ինչ որ մարդիկ կարող է սա օգտագործեն, փաստը այն է, որ այդ ներքին անհանգստությունը նաև օգտագործվում է Ադրբեջանի կողմից։ Եթե մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, արտաքին միջամտությունների մասին, շատ հեշտ է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի կողմից մեր մեդիադաշտ այնպիսի բաներ նետելը, ինֆորմացիաներ նետելը, որից հետո այդ մեր անհանգստությունը կսրվի ու մենք շատ խոցելի ենք դառնում այս պայմաններում։ Եթե մենք ուզում ենք ուժեղ հասարակություն, որը որ պատրաստ է այս դժվար process-ով անցնի այդ սահմանազատման, մենք չպիտի այդքան խոցելի լինենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ ինֆորմացիա այտենց սկսի մեր մեդիադաշտ ու մենք հայտնվենք պանիկայի մեջ, որովհետև այդ մեդիադաշտ գցողը կարող է Ադրբեջանից է ու դա մեզ շատ ավելի խոցելի դիրքում է դարձնում։ Այս տեսանկյունից մենք պետք է մեր այդ դիմադրողականությունը այս տեսակի մանիպուլյացիաներին տեղում բարձրացնենք ու ոնց նշեցի շատ կարևոր է սրա մասին շատ խոսելը, հասկանալը լավ այդ սահմանազատումը ինչ process է, ոնց պետք է ինքը ընթանա, ինչի էին մեզ խափում ինչ-որ հարցերում, ովքեր էին խափում եւ այլն, ու շատ կարևոր է որ այդ թեման միանգամից բարձրադայնեցիր։ Բացի սահմանազատումից, ընտրությունների հետ կապված էլի ինչ-որ տենց նարատիվներ, մանիպուլատիվ նկատում ես կամ ընդհանրապես ինչ խոսակցություններ են գնում համայնքներում այս ընտրությունների վերաբերյալ, ինչի է պետք գնալ, չգնալ, դրան քվեարկել, չքվեարկել, ինչ հիմնական բաներ ես նկատում խոսակցություններ։ Տեսեք, հիմնականում դեռ որպես այդպեսին չի սկսվել, ինձ թվում է նոր այդ ամեն ինչը սկսվելու, բայց նարատիվների հետ կապված հենց թեկուզ նախընտրական։ Ավելի շատ այդ նարատիվները տարածում են ոչ թե հարևաններ, ոչ թե չգիտեմ, թեկուզ համայնքապետարանի աշխատողներ կամ եւ այլն, այլ այդ ամեն ինչը գալիս է մեդիայից։ Շատ է գալիս, որտեղ հաստատ այսօր մենք բոլորս ավելի շատ մեդիան ենք ուսումնասիրում, քան այդ թեմաներով խոսում ենք մեր հարևանի կամ մեր ծանոթի հետ։ Դա հաստատ այդպես է։ Մեդիայից գալիս է ինչ-որ մեկի հետ, հետո կոֆեի բաժան։ Հա, ու այդպես տարածվում է։ Այո։ Հա, մանավանդ հիմա ֆեյքերը շատ են, կամ թեկուզ ես նշեցի, որ այդ մարդու օրինակով, որ ինքը ֆեյք չի, ինքը շատ հայտնի քաղաքագետ էր, բայց ինքը սխալ է։ Մի զարմացի, Հայաստանի երևի թե քաղաքագետների զգալի մասը ասում են, քաղաքագետի գործը ինչ է, կանխատեսել, կանխատեսում են մի բան, որը երբեք տեղի չի ունենում, հենց որ երբեմն փառք Աստծո։ Բայց այդ նախընտրական նարատիվների հետ կապված հիմնականում նույն բաներն են ստվում շրջանառվում, որ մեկը ոչինչ չի փոխվելու, կամ որ ասում են ես չընտրեմ, իմ փոխարեն ընտրելու են, այ դա էլ է սխալ, որ մարդկանց չիմացության հարցն է։ Մեր փոխարեն ընտրելու են, այսինքն ինչ նկատի ունեն։ Ես չգնամ ընտրության, առաջ ոնց էր, որ ասում են ինչքան պետք է կլցոնենք, ասել են եւ արել են։ Հիմա շատ լավ է, որ այդպիսի բաներ էլ չի լինում, բայց մարդիկ չեն հասկանում, որ եթե իրենք չգնան ընտրության, իրենց փոխարեն կարող են Այսինքն նկատի ունես ոչ թե ֆիզիկապես իրանց փոխարեն ընտրել, այլ իրանց փոխարեն որոշում են կայացնում ուրիշները, տենց է ստացվում, հա, ես չեմ գնում, դրանով թույլ եմ տալիս, որ ուրիշները իմ փոխարեն որոշեն, հա։ Ուզում եմ ես բացենք էլի, որովհետև տարբեր կոնտեքստներում տարբեր է։ Մենք մի անցած անգամ մեր զրույցներից մեկում խոսում էինք ապարանի մասին, որտեղ որ օրինակ քաղաքացիական հասարակությունը այդքան ձևավորված չի ու քաղաքացիների մոտ այդ սեփական կարողությունների, հա, սեփական դերի, սեփական գործորդ սուբյեկտ լինելու ընկալումը այդքան ուժեղ չի, որովհետև դեռ այդ ավանդույթը չկա։ Հետաքրքիր է նոյեմբերյանի դեպքում, հա, դու ոնց ես գնահատում այս մտածելակերպը, որ իմ գնալը բան չի փոխի, իմ փոխարեն ուրիշները որոշում կայացնեն եւ այլն, այդ որտեղից է գալիս։ Դա ինչ որ բացատրություն ունի նոյեմբերյանի դեպքում, թե այս մտածողությունը ոնց է ձևավորվել։ Տեսեք, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու
տարիներ առաջ, նո մոտավոր 10 տարի առաջ, ես հիշում եմ, որ արձանագրվում էր դեպքեր, որ անգամ այդ տարածքում կապ չունի, որ ընտրությունների մասն է խոսքը, այդ տարածքում այդքան մարդ չի ապրում, բայց այդտեղից բազմաթիվ ձայներ է, ինչ որ X մարդու օգտին գնացել։ Դե դա եղել է, տարածող պրակտիկա եղել ժամանակին, հա, այն հայտնի արտահայտությունը, երբ որ պարզվել էր, որ մահացած մարդկանց անունով կենսաթոշակ էր դուրս գրվել, երբ որ եւ ազգային ժողովում падգամավորներից մեկը ասել էր, հա դե նորմալ է, էլի, եթե մահացածները մասնակցում են ընտրությունների, ինչու թոշակ չստանան։ Հա, նման բան կար։ Հա, այս երևույթը կա, բայց ոչ թե կա, այլ եղել է այս երևույթը։ Դա ինչ-որ վերաբերմունք է ձևավորել, հա։ Բայց ամեն դեպքում 18 թվականի ծեսկողում, հա, այսինքն եւ եղել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում կոնկրետ նոյեմբերյանում հաղթել է ընդդիմադիր տեխնացու եւ եղել են ազգային ժողովի ընտրություններ, հա, այսինքն երկու անգամ եղել է ազգային ժողովի ընտրություններ։ Այդ պրակտիկան չի եղել, չէ, այսինքն որ չգիտեմ, հա, այսինքն փոխվել էր, հա, երևույթներ են փոխվել, հա։ Ինչու են մարդիկ մտածում, որ դերևս իրենց փոխարեն պետք է գնան եւ ինչ որ մարդիկ որոշեն։ Տեսեք, իմ շրջապատում կոնկրետ երիտասարդները այդպես չեն մտածում։ Այսինքն հիմնականում դա մտածում են 50 անց մարդիկ, չգիտեմ դա ինչի հետ է պայմանավորված, միգուցե որովհետեւ երբ որ իրենք եղել են երիտասարդ, այդ ժամանակ այդ վատ փորձը ձևավորվել։ Իդեպ հետաքրքիր է, որովհետեւ հարց է, ինչքանով են օրինակ այս մարդիկ քո նշած ընտրություններին գնացել։ Որովհետև մենք օրինակ շատ խոսում ենք դրա այս վերջի շրջանում, հա, առաջին անգամ ընտրողներ եւ այլ, բայց փաստացի Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր որ վերջի մի քանի ընտրություններին օրինակ չեն էլ գնացել մասնակցել ու հարցակը գնան այս մեկին թե չեն գնա, բայց իրանց մոտ կարող է լինի շատ հին պատկերացումներ, ընտրությունները ոնց են կազմակերպվում, իրանք կարող են նույնիսկ հիմա չիմանան, որ դու ճիճկա չես դնում, այլ քվյաթերթիկ ես վերցնում դնում տրարի մեջ, որը որ փոխվել է ու դա շատ բան է փոխում եւ այլն։ Այս երևի շատ կարեւոր է, որ ֆիքսենք կան ինչ-որ հնացած մտածողություն, ընկալումներ, պետք է իրազեկել սրա մա։ Հա, այդ իրազեկման խնդիրն է, անգամ ես այս վերջերս մեր համայնքում այսպես փոքրիկ հարցում եմ անցկացրել, մարդկանց մի մասն ասում է, որ այս տարի լինելու է նախագահական ընտրություններ, չգիտեն ինչ ընտրություն, օրը չգիտեն, հա, այդպիսի խնդիր։ Էս էլ է շատ կարևոր։ Մեզ թվում է ակտիվ միջավայրերում, հա, մենք բոլորս խոսում ենք սրա մասին, բայց ես օրինակ այդ բանը ֆիքսել էի ուրիշ տեղ, որ չգիտեմ, մարզաբնակ երիտասարդը, որը ապրում է Երևանում, մտածում է, որ ինքը Երևանում չի կարող քվեարկի։ Ինքը բան պետքա պարտադիր գնա իր բնակավայր այնտեղ քվեարկի, հա, ու սենց կազմակերպչական ընտրությունների, հա, հարցեր կան, որոնք որ, հա, ովքեր որ երևի ամեն անգամ գնում են ընտրություններին մասնակցում են, իրանց համար հեշտ է հետևելը, բայց չենք ֆիքսում, որ մարդիկ կան, որ առաջի անգամ են գնում, մարդիկ կան, որ մի որոշ շրջան չեն գնացել ընտրություններին ու իրանք իրականում այս ինֆորմացիան շատ կարևոր է ներկայացնելը։ Մարդիկ կան, որ իրոք չեն պատկերացնում, որ մենք հիմա նախագահական երկիր չենք, փոխվել ենք պարլամենտականի, դա ինչ է նշանակում եւ այլն, էլի, այս կարևոր է այս զրույցները ունենալը։ Ես իդեպ գործընկեր ունեմ, որը որ ինձ ասեց, ես շատ զարմացա, ասեց նաև այն խնդրի մասին, որ կան համայնքներ, նոյեմբերյան բնակավայրեր, նոյեմբերյան համայնքի մասին է խոսքը, որտեղ երիտասարդները շատ ոնց որ երիտասարդների սոցիալական ցանցերից կամ տեղեկատվությամբ օգտվելու շատ ցածր տոկոս է գրավում, դա ճիշտ է։ Այսինքն օրինակ երիտասարդների շրջանում ոնց է իրավիճակը, գյուղական բնակավայրերի։ Դե դա ինչ որ տոկոսներով ինձ թվում է ընդհանրապես կարող ենք նշել, որ չգիտեմ, օրինակ 30%-ը կարողանում է ճիշտ օգտվի մեդիայից ու այդ ամեն ինչը ճիշտ հասկանա, բայց այն մնացածը չէ, ու դա այն մնացածի մեղքն էլ չի, որովհետև միգուցե այդ մարդիկ չեն հասկանում, որ դա իրենց իրոք շատ պետք է։ Իսկ մեդիագրագիտության հետ կապված հարցեր են։ Ահա։ Եկեք այստեղից մի քիչ անցում կատարենք արդեն բուն ընտրողների վրա ազդեցության դեպքերին, հա, այս տեղեկատվական բանը ազդեցությունը շատ կարևոր է ու մենք կշարունակենք հետևել թե
ոնց է իր դրսևորումները ստանում, հետաքրքիր է արդյոք դու տեսնում ես ինչ որ երևույթներ, որոնք որ վկայում են ինքնի վատ պրակտիկաների մասին, ինչպիսին է ընտրողների նկատմամբ ճնշումները, ուղղորդումները, որովհետև մեր համար այստեղ առանցքային նպատակը ընտրողների ազատ մասնակցությունն ապահովելն է, հա, մի կողմից իրազեկվածը ու բազմակողմանի նայելը, վերլուծական նայելը, մեդիա գրագետ լինելը եւ այլն, բայց մյուս կողմից ճնշումներից զերծ լինելը ու ազատ կամարտահայտումը։ Ու այս առումով մենք ցավոք սրտի տարբեր նախորդ ընտրությունների ժամանակ շատ վատ պրակտիկաներ ենք արձանագրել։ Հետաքրքիր է ինչ ես նկատել այս քո զրույցներում, հանդիպումներում այդ տեսանկյունից։ Տեսեք, եթե առաջ այդ ամեն ինչը արվում էր առանց վախի, այսինքն ուղղակի կարող էին մտնել գյուղ ու ասել, այ գիտեք, եկեք մենք ձեզ այսքան թեկուզ ընտրակաշարք բաժանենք, դուք ընտրեք այս մարդուն, բայց իրոք 18 թվականից հետո նման բաները քչացել են, ու ես լսել եմ նմանատիպ բաներ, բայց դա իրենց այսպես նեղ շրջապատում է եղել, որ ասվել է, այսինքն ինչ որ մեկի ծանոթը եկել ասել է ինչ որ ընտանիքի, որ նայել փոխանցի են մյուսին, որ եկեք ընտրենք այս մարդուն, որ ավելի լավ ապրենք։ Բայց իրենք նաև վախենում են, որ այդ ամեն ինչը տարածվի։ Չեն ուզում իրենց անունը այդ ամեն ինչի մեջ ավելի զգուշավոր են այո, ավելի, բայց անում են, ուղղակի ավելի զգուշավոր կերպով են այդ ամեն ինչը։ Ինչ առանձնահատուկ դեպքեր ես նկատում, հա, որ կարող է մեզ հետաքրքրի ընտրողների տեսանկյունից ուղղորդման առումով։ Տեսեք, օրինակ կոնկրետ այդ դեպքը, որ ես լսել եմ, նրա մասին է վկայում, որ հիմնականում եկել եւ խոսել են ավելի սոցիալապես անապահով մարդկանց են այդ ամեն ինչը առաջարկել, ու գիտենք, որ թեկուզ ոչ միայն Հայաստանում, մեր մարզում էլ կան այդպիսի մարդիկ, ու իրենց վրա ոչ թե ճնշում գործադրելը, այլ իրենց մանիպուլացնելը ավելի հեշտ է, քան օրինակ, չգիտեմ, մարդու ով չունի թեկուզ ֆինանսական խնդիր, գումարը շատ բան չի փոխելու, հա, բայց կան մարդիկ կան, այո, բայց տեսեք, ովքեր որ ապրում են շատ վատ, չգիտեմ, մեկը ունի դեղի կարիք, մեկը ինչ որ սնունդի կարիք, իրենք այդ պահին կարող են չմտածել, որ իրենք լավ բան չեն անում նախ, եւ հետո այդ դրանից հետո իրենց կյանքը հաստատ չի փոխվելու։ Հաստատ չի փոխվելու։ Այսինքն այդ երևի բարեգործական ինչ-որ հասարակական հիմնադրամներ, կազմակերպություններ, սենց գնում են սոցիալական տարբեր խմբերի հետ են աշխատում, օրինակ այս քանի օրը ես սոցիալական ցանցում տեսա, որ ինչ-որ ոմն, ինչ-որ տեղից, ինչ-որ մի հատ կազմակերպության միջոցով, ինչ-որ միտեղ բարեգործություն արել, ասենք ու շատ զարմանալի էր ինձ համար, որովհետև երբեք չէի լսել ոչ այդ կազմակերպության մասին, ոչ այդ բարեգործության մասին, այսինքն նոր ի հայտ եկած sense բարեգործներ էլի։ Երևի քաղաքացիների համար այս պահին շատ կարևոր կլինի մեր ուղերձը, որ այս շրջանում նախընտրական հեռու մնացեք այդպես բաներից, որովհետև բարեգործությունը ինքը շատ լավ բան է, որ այդ մշակույթը լինի մեր մեջ, բայց ցավոք սրտի նախընտրական շրջանում բարեգործությունը օգտագործվում է լեգիտիմ կաշառք բաժանելու համար, հա, ու Հայաստանում կաշառք ստանալը եւ տալը քրեականորեն պատժելի արարքա ու ավելի լավ է sense դեպքերում պարզապես հեռու մնալ նման մարդկանցից, ովքեր որ ինչ որ օգնություն են առաջարկում այս նախընտրական շրջանում եւ ահազանգ եւ ասել, որ մենք ուշադիր ենք ու ուշադիր հետևելու ենք նման երևույթներին ու ըստ արժանագույնի արձագանքելու ենք դրա մասին, հա, իմանալու են եւ դիտորդական կազմակերպությունները եւ նաեւ համապատասխան մարմինները, եթե այսինքն այո մեր զրույցների ժամանակ նաեւ դու ես հիշում եմ, որ նշել էիր, որ նկատում ես Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շարժ վերադարձ Հայաստան ու կարծես ինչ որ միտում ես տեսնում, որ դա կապված է ընտրությունների հետ, մի փոքր դրա մասին կուզենամ պատմես նաև։ Ճիշտն ասած, այս վերջերս շատ ակտիվ խոսակցություններ են գնում, որ Ռուսաստանից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան եւ պատրաստվում են դեռ վերադառնալ մինչ ընտրությունները, որպեսզի քվեարկեն X մարդու կուսակցության օգտին եւ նաեւ այսպիսի խոսակցություններ են շրջանառվում, որ նրանց միգուցե տան որոշակի դրամական աջակցություն։ Մարդը կարիքի մեջ, հա, ասում են կարիքի մեջ ես գնա Հայաստան, как раз туриզմա, բան, հա, որոնց եք ասում նախընտրական туриզմա, մենք քեզ կօգնենք։
Հետաքրիր է այս միտումը մենք էլի մեր նախորդ դրույթներում էլի նկատել տարբեր համայնքներում դա արդեն կա, այսինքն այդ խոսակցությունները ու շատ կարևոր է այս դեպքերը արձանագրելը, դիտորդական կազմակերպությունները եւս հետևում են այս ամեն ինչին, մանավանդ երբ որ խոսքը գրման նյութական առումով շահագրգռելուն կամ բառացիորեն կաշառքին, հա, որովհետև երբ որ մենք խոսում ենք հատկապես ենթադրում եմ, հա, երկքաղաքացիների մասին է խոսքը, իրանց մասնակցությունը օրենքով բռիվ նորմալ է, բայց երբ որ ստանում ենք այս տեսակի ահազանգեր, որ դա արվում է կազմակերպված ձևով, ուղղորդված ձևով, ինչ որ խրախուսելով, շահագրգռելով եւ այլն, սա արդեն մեծ հաշվով վերածվում է լուրջ ընտրական խախտումների ու պետք է շարունակել ուշադիր լինել այս դեպքերի նկատմամբ, հա։ Ընտրությունները նպաստում են ներգաղթին։ Բայց ժամանակավոր ես այն օրը առաջարկում էի։ Հա, չէ, ես մտածում եմ ընտրությունները կանցնի եւ հետո Հայաստանում ցույց կտան, որ տեսակ ինչքան ներգաղթ տեղի ունեցավ։ Զարգանում ենք։ Հետ են գնալու։ Դրա համար ես այն օրը մեկին առաջարկում էի, ասում էի պետք է Հայաստանում մի քիչ ոչ հակաժողովրդավարական օրենքի առաջարկ ունեի։ Հայաստանում պետք է ընդունել օրենք, որ ընտրություններից հետո ով որ քվեարկում է, առնվազն 2 տարի պետք է մնա Հայաստանում։ 2 տարի, հա։ Քվեարկել ես, դու ես որոշել, դե հետևանքները կրի։ Բայց կարող է որ խելացիներն նման օրենք շուտ կընդունեն, այսինքն կարող են այս 2 օրը ազգային ժողովում, հա, արագ կարան։ Լավ միտք է, կարելի է։ Շատ մերսի քեզ, շատ կարևոր է քո աշխատանքը, քո եւ ոչ միայն քո թիմից էլի մարդիկ կան, ում հետ միասին շփվում եք համայնքներում բնակիչների հետ, կարևոր է այս զրույցները ունենալը, որովհետև մենք մեր նախորդ քննարկումների ժամանակ էլ ենք խոսում, որ ցավոք սրտի կան թեմաներ, որոնց վերաբերյալ երկար ժամանակ մենք որպես քաղաքասարակություն մարդկանց հետ խոսակցություն չենք ունեցել ու միգուցե ընտրությունները կդառնան այն սկիզբը, որ մենք այս ցավոտ դժվար թեմաների մասին կարողանանք առողջ քննարկումներ, բանավեճեր ունենալ ու նվազեցնել մարդկանց խոցելիությունը այս մանիպուլյացիաների նկատմամբ ու շատ կարևոր է որ այդ աշխատանքը անում եք ու նաև շատ ուրախ եմ որ կարողանում եք հենց ընտրողների նկատմամբ այս ճնշումների կամ ուղղորդումների դեպքերը արձանագրել մենք շարունակում ենք մեր դիտորդական առաքելությունների գործընկերների հետ աշխատել լրատվամիջոցների հետ աշխատել այնպես որ առաջիկայում հաշվի առնելով որ նոր է մտնում այս թեժ փուլը անպայման շարունակելու ենք հետևել եւ բարձրաձայնել այս բոլոր խնդիրների մասին եւ հատկապես որ զարգանում են նախընտրական туриզմը եւ մարդիկ արդեն գալիս են եկել են գալիս են այդ առումով շատ ենք համագործակցելու ինձ թվում է դիտորդական առաքելությունների հետ այո շատ մերսի քեզ Նինա ջան մերսի կհանդիպենք առաջիկայում նորից կարող եք մեզ տեսնել cvmedia.am կայքում եւ քաղաքացուձայնը մեդիա հարթակի սոցիալական ցանցերի էջերում շնորհակալություն։ Մենք երբ որ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, մենք տասնամյակներով միայն լսել ենք կրակոցների։ Մենք պետք է հիշենք, թե ինչքան հենց այդ ժամանակ է, հա կեղծ նարատիվներ, օրինակ համայնքապետարանի աշխատողներ կամ եւ այլն, այլ այդ ամեն ինչը գալիս է մեդիայից։